Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակին նվիրված համերգ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հայաստանի պետական կամերային նվագախումբն այս անգամ կղեկավարի դաշնակահար դիրիժոր Վահագն Պապյանը։ Էդվարդ Միրզոյանի պես կարևոր դեմք շատ քիչ ունենք մենք Հայաստանում։ Եվ սխալ կլներ իր 105-ամյակը չնշել։ Էդվարդ Միրզոյանը երևի ամենաազդեցիկ, չեմ ասում կոմպոզիտորն ա եղել, որտեղ ինքը նաև հասարակական գործիչ էր, եւ համերգը մենք սիրով նվիրում ենք այդ ամսաթվին։ Մայստրո Պապյանը նշում է Միրզոյանի սիմֆոնիա լարային նվագախմբի եւ գոսերի համար ստեղծագործությունը իր ղեկավարությամբ կատարվել է նաեւ Իսրայելում, սակայն Հայաստանի պետական կամերային նվագախմբի համար ըստ դիրիժորի այս գործը կարող է այցեքարտային լինել։ Մինչև Միրզոյանի սիմֆոնիան համերգի առաջին հատվածում նվագախումբը կկատարի Բախի նվագախմբային սյուիթ համար 3-ը։ Երկար մտածելուց հետո ինչ վերցնենք, որպեսզի համատեղվի Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայով, որի վրա շեշտը դրած անկասկած համերգի, որոշեցինք, որ շատ կսազի Բախի 3-րդ սյուիտը, որը լավ կոնտրաստ կազմի սիմֆոնիայի հետ, այդ նկատառումներով վերցրեցինք Բախի 3-րդ սյուիտը։ Նվագախումբն առաջին անգամ չէ, որ աշխատում է դիրիժորի հետ, երաժիշտները փաստում են, բեմում Պապյանը հեշտ ընկալում է կատարողների մտածողությունն ու էներգիան, դառնալով նրանցից մեկը։ Ավելի դասական, քան Բախը իմ կարծիքով չի լինում եւ ավելի դասական հայկական, ինչպես Միրզոյանն է, նույնպես մեր ամենասիրելի կոմպոզիտորներից մեկն է Էդվարդ Միրզոյանը եւ իր գոսերով սիմֆոնիան միշտ առանձնահատուկ հաճույքով ենք նվագում։ Այնպես որ ել չասած, որ մեզ ղեկավարելու է մայստրո Վահագն Պապյանը, որը նույնպես շատ տոնական տրամադրություն է ստեղծում։ Կազմակերպիչները նշում են փետրվարի 18-ի համերգը յուրահատուկ հարգանքի տուրք կլինի մեծ կոմպոզիտորի հիշատակին, նաև նոր շունչ սիրված ստեղծագործությանը։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։